Հանուն Հոր և Որդվո և Հոգվույն Սրբո, ամեն։ Հավատարիմ եղիր մինչև մա, և ես կտամ քեզ կյանքի պսակը։ Սիրելի հավատավոր քույրեր և եղբայրներ, այսօր ապրիլի 24-ն է, մեր պատմության մեջ երևի ամենաբեկումային օրը, մեր հիշողության մեջ դրոշմված, որը մեր մեջ արթնացնում է տարբեր տեսակի հիշողություններ, զգացումներ, որը մեզ մղում է գնալու դեպի անցյալ և վերհիշելու այն ողբերգական իրադարձությունները, որոնք 111 տարիներ առաջ կատարվել են մեզ հետ, ոչ միայն մեր նախնիների հետ, այլ կատարվել են մեզ հետ և Սուրբ Առաքելական եկեղեցին 2015 թվականին կատարել է սրբադասման կարգը, այս ողբի օրը վերաիմաստավորելով որպես նահատակության և քրիստոնեական ամենամեծ վկայության օր, միգուցե և համաշխարհային քրիստոնեական պատմության մեջ ամենամեծ վկայության օր համայն Քրիստոսի եկեղեցու 2000 տարիների ընթացքում։ Եվ սրբադասել է իրենց հավատքի սխրանքը և վկայությունը և այդ օրը մեր հոգևոր հիշողության մեջ է, պատմությունը ֆիքսում է փաստերը, արձանագրում է և պատմությունը խոսում է ողբերգության մասին, մահվան մասին, կոտորածների արյան և 100 հազարավոր զոհերի մասին։ Հոգևոր պատմությունը խոսում է վկայության մասին, այն դրդապատճառների մասին, որոնք եղել են և այն, թե ինչպես է դա վերածվել խաչի և հարության խորհրդի։ Եվ իսկապես սիրելիներս, երբ որ մենք նայում ենք այդ ամբողջը մեր քրիստոնեական աշխարհայացքի ներքո, նախ և առաջ հասկանում ենք, որ մեր սուրբ նահատակներից փորձեցին խլել ամեն ինչ, խլել իրենց երջանկությունը, իրենց ընտանեկան կյանքը, իրենց տները, իրենց դիրքը, աշխատանքը, վերջո իրենց կյանքը, սակայն չկարողացան իրենցից խլել ամենակարևորը, չկարողացան իրենցից խլել Քրիստոսին։ Նպատակը հենց դա էր, նպատակը այն էր, որպեսզի ճնշումների և կոտորածների այդ չարի, բացահայտ չարիքի ծրագրի իրականացման միջոցով մարդկանց կարողանան կտրել, պոկել իրենց հոգևոր արժեքներից, իրենց ինքնությունից, կտրել և պոկել, անջատել Քրիստոսից։ Եվ չարի այդ ծրագիրը կանգ չառավ, սիրելիներս, չարի այդ ծրագիրը, որը իրականացվեց ոճրագործ Օսմանյան կայսրության կողմից, որի հեղինակը որպես այդպիսին մարդկության թշնամին էր, սատանան էր, շարունակաբար փորձեց մեր ազգային ինքնությունից և մեր կյանքից խլել Աստծուն, Քրիստոսի ներկայությունը և այն կյանքը, որ Քրիստոսը տալիս է մեզ։ Դրա համար 15 թվականից հետո տեղի ունեցան նաև բռնաճնշումները մեր Սուրբ եկեղեցու վրա երկրորդ հարձակումը խորհրդային իշխանությունների կողմից, որը ևս նույն տրամաբանության էր շարժվում, մի կողմից մարդկանց տալ հանգիստ և հարմարավետություն, որը և առաջարկվում էր ցեղասպանության ժամանակ մեր ժողովրդին և վկայությունը դրա այն է, որ բազմաթիվ մարդիկ, ովքեր չկարողացան իրենց հավատքը վկայել, ընդունեցին մահմեդականությունը և շարունակեցին իրենց հարմարավետ կյանքը և ցայսօր կան այն բնակավայրերը, գյուղերը, որտեղ որ ապրում են թուրքացած հայերը։ Այսինքն տարբերակ կար ընտրելու հարմարավետությունը և ընտրելու Քրիստոսին։ Ովքեր որ ընտրեցին Քրիստոսին, գնացին Քրիստոսի խաչի ճանապարհով, ովքեր ընտրեցին հարմարավետությունը, գնացին այս աշխարհի ճանապարհով։ Նույնը կատարվեց խորհրդային տարիների ընթացքում և ավելի
մասշտաբային եւ մեծ ծրագիր սկսեց, որպեսզի մեզանից հանեն մեր հոգեվոր արժեքները, մեր հոգեվոր ինքնությունը հանեն մեզանից Քրիստոսին։ Եվ եւս մեծ չափով դա հաջողվեց ցավ իսիրտ եւ մեր 70 տարիների պատմության մեջ ամեն ինչ անում են, ամեն ինչ առաջարկում են, որպեսզի մենք հրաժարվենք թե մեր հոգեվոր արժեքներից, թե Աստծուց։ Եվ ցավ իսիրտ բազմաթիվ սերունդներ մեծացան այնպիսի միջավայրում, որտեղ իրենք չեն ունեցել հնարավորություն ապրել հոգեվոր կյանքով, ունենալ Քրիստոսին, մասնակցելու պատարագին, ստանալու սուրբ հաղորդություն եւ չարի այդ ծրագիրը շարունակաբար մարդկանց այդ խաբեության մեջ մի կողմից բռնաճնշումների տեսքով, մյուս կողմից այլընտրանքային հարմարվետության տեսքով կարողացան մարդկանցից խլել այն ամենակարևորը կյանքի աղբյուրը մեր Տիրոջը Հիսուս Քրիստոսին։ Եվ միշտ եղել են մարդիկ, ովքեր պահպանել են իրենց հավատքի վկայությունը, նույնիսկ խորհրդային տարիների ընթացքում եղել են մարդիկ, ովքեր ապրելով հոգևոր կյանքով, քարոզելով Քրիստոսին կարողացան այդ լույսը պահպանել։ Եվ հետ խորհրդային տարիներին այդ մարտահրավերները եւս մնացել էին եւ տարբեր միջոցներով մարդկանց փորձեցին տանել այլ հոգևոր դաշտ, այլ ձև հեռացնել իրենց հոգևոր ինքնությունից, արժեքներից եւ Քրիստոսից։ Եվ այսօր եւս մենք մի իրականության մեջ ենք ապրում, որ աշխարհի մեջ մարմնավորվող չարը, սատանան տարբեր մարդկանց միջոցով եւս գործում է եւ եւս ծրագիրը նույնը, որը եղել է հայոց ցեղասպանության ժամանակ։ Անել ամեն ինչ, որպեսզի մեզանից հանել մեր հոգևոր արժեքները, մեր հոգևոր ինքնությունը եւ մեզանից անջատել, հանել Քրիստոսին։ Ոճերը տարբեր են, մոտեցումները տարբեր են, բայց մենք պիտի տեսնենք այդ ծրագրի բուն խորքը եւ էությունը։ Այսօր եւս մենք այդ խնդրի առաջ ենք։ Այսօր եւս մեզ առաջարկվում է կյանք թվացյալ հարմարավետությամբ, թվացյալ խաղաղությամբ, սակայն առանց ամենակարևորի, առանց մեր հոգևոր արժեքների, ինքնության եւ վերջը առանց Քրիստոսի։ Եվ այդ ընտրության առջև մենք այսօր կանգնած ենք։ Եվ ամենավտանգավորը, ամենասարսափելին այն է, երբ որ մենք հիշատակում ենք ապրիլի 24-ը, ծաղիկ ենք խոնարհեցնում, հիշողություն ենք վերարտնացնում մեր մեջ, բայց չենք անում այն, ինչի համար կյանք են տվել մեր սրբազան նախնիները։ Չենք գնում դեպի Քրիստոս եւ չենք ապրում մեր հոգևոր արժեքներով։ Դա դատարկ է։ Այդ հիշողությունը բովանդակություն չունի, սիրելիներս։ Եթե մենք ուղղակիորեն հիշում ենք, բայց այդ օրվա բուն խորհուրդը չենք ապրում, եթե մենք մեզ չենք միավորում Աստծո հետ, չենք ապրում մեր հոգևոր արժեքներով եւ չենք վերադարձնում մեր հոգևոր ինքնությունը մեզ, նշանակում է, որ մենք անում ենք ոչ թե այն, ինչի համար մինչև վերջ պայքարեցին մեր սուրբ նախնիները, մեր սուրբ նահատակները, այլ անում ենք այն, ինչը ծրագրել էր Օսմանյան կայսրության ղեկավարությունը, որը աշխարհի չարիքը դար շարունակ փորձում է մեր մեջ կատարել։ Եվ կա երկու ճանապարհ, այն ճանապարհը, որը աշխարհը թելադրում է, որը նշանակում է հեռացում Քրիստոսից եւ դրանից բխող բոլոր հետևանքները։ Եվ կա լույսի ճանապարհ, որը Սուրբ Եկեղեցին է քարոզում, դա միավորություն է Քրիստոսի հետ։ Այլ ճանապարհներ մեր առջև չկան։ Եվ մենք ենք կանգնած այդ ընտրության առջև։ Ինչ ենք մենք ընտրում։ Հավատարիմ լինելու ինքներս մեզ, մեր պատմությանը, մեր արժեքներին, մեր սրբություններին, մեր նահատակների թափված արյանը ապրելու իրենց աչքի առջև շարունակելու իրենց հոգևոր սխրանքը, թե գնալու այս աշխարհի հարմարավետության թելադրանքով, ուրանալով մեր պատմությունը, ասելով դե ինչ եղել է, ինչի համար որ իրանք մահացել են, դա իրանք խնդիրն է եղել,
ամեն ինչ մոռանանք, ապրենք հանգիստ եւ հարմարավետ։ Ուրանանք մեր նահատակների սրբազան սխրանքը, մոռանանք թե ինչի համար է եղել այդ ամբողջը, փակենք այդ էջը, մտածելով միայն մեր կյանքի, մեր ստամոքսի, մեր կարճ նպատակների մասին։ Եվ այդ ընտրությունը մենք պիտի իրականացնենք։ Եվ եթե մենք ընտրել ենք երկրորդը սիրելիներս, ապա հիշելու, հիշատակելու, ծաղիկ դնելու հուշարձանի կողքը, որը մեկ շաբաթ հետո նետվելու է աղբի մեջ։ Իմաստ չունի, այդ տոնը հստակ պատգամ ունի եւ այդ հստակ պատգամը հարցադրում է ուղում մեզ, որ ճանապարհով դու պիտի գնաս։ Քրիստոսից հեռանալու ճանապարհով, թե Քրիստոսին միանալու եւ միավորվելու ճանապարհով։ Մեր նախնիների հավատարմությունը, սխրանք եւ հավատքը վերարտնացնելով, որը մեր արյան մեջ է, մեր ոչ միայն հիշողության, մեր գեների մեջ է, թե գնալու մոռացության, ուրացության եւ կեղծ խաղաղության եւ կեղծ հարմարավետության ճանապարհով։ Այդ հարցումը մենք պիտի ուղենք մեզ սիրելիներս եւ պիտի կարողանանք անկեղծորեն այդ հարցին պատասխան տալ եւ միայն այն ժամանակ մեր սուրբ նահատակների թե հիշողությունը, թե կենդանի ներկայությունը, թե բարեխոսությունը մեր կյանքում մեծ դեր պիտի խաղան։ Մենք Քրիստոսի ազգ ենք, ոչ միայն քրիստոնյա ազգ ենք, մենք Քրիստոսի ազգ ենք եւ մեր կյանքը առանց Քրիստոսի ոչ մի իմաստ չունի։ Դա ուղղակի կենսաբանական գոյություն է։ Մենք կենսաբանական հավաքածու չենք, զանգված չենք, մենք Քրիստոսի արյան փրկագնված ազգ ենք եւ պիտի մեր ընտրությունը անենք շատ հստակ եւ ապրենք այն արժեքների համաձայն, որով ապրել եւ որի համար նահատակվել են մեր սուրբ նախնիները։ Եվ թող Տիրոջ ամենազոր շնորհը ուղեկից լինի ձեզ բոլորիդ, թող մեր սուրբ նահատակների աղոթքը, բարեխոսությունը եւ կյանքի իրական վկայությունը այսօր խոսի ձեր սրտերի հետ, որպեսզի արթնացնի ձեր մեջ քաջություն ապրելու որպես քրիստոնյա, պայքարելու եւ հասնելու հաղթական ավարտին։ Քրիստոսի շնորհը, սեր եւ առաջնորդություն թող լինի բոլորիդ հետ այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Քրիստոս հարյավ իմերելոց Քրիստոս ամեն։